մեր մոտ ոչ միայն հեծանվա ուղի չկա նորմալ, իրանք մի փորձ արեցին մի քանի տարի առաջ մի հատ փոքր փողոցում, կարծեմ Երևանի Կողբացի փողոցը որոշեցին հեծանվա ուղի անեն ու տենց էլ դա մնաց։ Դրա տեղը հիմա հեծանվա ուղի չկա։ Եվ ոչ միայն հեծանվա ուղի չկա Երևան քաղաքում նորմալ, նաև մայթերը չեն նորմալ, ուրեմն հեծանվա ուղու մասին խոսենք, այսինքն նույնիսկ հետիոտնի համար հարմար անցումներ չկան կամ հետիոտնային ճանապարհներ չկան, նույնիսկ այդ մայթերն են փոքր, մայթերն են անհարմար, մայթերն են հետիոտնի քայլելու համար վտանգավոր, որովհետև քարուքանդեղած են, որովհետև վնասված են, որովհետև վերանորոգման կարիք ունեն։ Էլ ուր մնաց հեծանիվի համար հարմար ճանապարհ, պետք է լինի այո, ճիշտ եք ասում, հեծանիվի համար հարմարեցված ճանապարհներ, հարմարեցված առանձնացված գոտիներ, որտեղով հեծանիվները կամ հեծանվանման, ասենք օրինակ այդ էլեկտրական սկուտերները կարող են տեղով երթևեկել եւ ընդհանուր երթևեկության հետ չխառնվել, որի արդյունքում վթարներ, վատ դեպքեր են լինում, ինչե մահացու չլինեն։ Դա համար պետք է լինի առանձնացված ճանապարհներ, առանձնացված ուղիներ, նրանք նույնիսկ տրանսպորտի համար, ավտոբուսների համար առանձնացված գոտիները, երբ որ արել են, ամբողջությամբ չեն արել, դեռ չեն ավարտել, ուր մնաց էլ ինչի մասն ենք խոսում հեծանվի համար ուղիներ անեն։